Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել 2 դրամ 58 լումայով։ 0.38 կիլովոլտ և ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակչության համար ցերեկային սակագինը 46.2 դրամ կիլովատժամ, գիշերային սակագինը 36.2 դրամ կիլովատժամ։ Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվեցին, ինչպես ստացվեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց։ Հայկական էլեկտրացանցերի տնօրենը բացատրում է, ընկերությունը նախատեսվածից 2 միլիարդ 800 միլիոն դրամի շահույթ է ապահովել։ Այսինքն սակագնից հանվեց մեր մարժայից, մեզ տրված հասույթի եւ վճարման ենթակա էլեկտրաէներգիայի արժեքի տարբերությունից, որը որ կոչվում է մարժա, դրանից հանվեց այդ երկու հիմնական էլեմենտը՝ 23 միլիարդ դրամ նախորդ տարվա վնասներ եւ 2.8 միլիարդ դրամ անցած մարժինալ տարվա նախատեսվածից ավել շահույթը։ Լրագրողները ՀԵՑ-ի տնօրենից հետաքրքրվեցին, ինչպես է հայկական էլեկտրացանցերը փոխհատուցելու սպառողների գումարները, որոնք տուժել են սպառած գիշերային եւ ցերեկային էլեկտրաէներգիայի սխալ հաշվարկի պատճառով։ Կարեն Հարությունյանը տեղեկացրեց, ընկերությունում վնասի չափը որոշել չեն կարող։ Ցանկացած դեպքում, երբ որ կլինի, որ կբերենք չափեն, կասեն, որ այ այս վնասը կա, սա առաջացել է, դա կփոխհատուցվի։ Իսկ այտենց մենք ունեցել ենք 1-2 դեպք ընդհանրապես, որ ապացուցելի կա, որ այ այս վնասը կա։ Կարեն Հարությունյանը տեղեկացրեց, առաջիկա ամիսների ընթացքում իրավիճակը կշտկվի, բոլոր էլեկտրական հաշվիչները կստուգաչափվեն։ ՀԵՑ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրեց նաև, հայկական էլեկտրացանցերն այժմ կայունացման փուլում են։ Ընկերությունը նախատեսում է նաև ներդրումային ծրագրեր իրականացնել։ Ներդրումներ կլինեն ավտոմատացման համակարգում, վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն հայկական էլեկտրացանցերում։ Նաիրի Մուրադյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։